Սարգիս Խանդանյան, պատրաստվի Մարիա Կարապետյանը։ Շնորհակալություն։ Տիկին Հովսեփյան, առաջարկում եմ միասին ընկնենք երևակայության գիրկը։ Պատկերացրեք 2013 թվականն է։ Դուք Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահն եք, կամ եթե ավելի պատկերավոր կուզեք, դուք Նաիրա Զոհրաբյանն եք։ Հայաստանը մի քանի տարի շարունակ բանակցել եւ ավարտել է ասոցիացիան համաձայնագրի բանակցությունները, ինչպես նաեւ խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը։ Աշնանը ակնկալվում է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, եւ որտեղ Հայաստանը պիտի ստորագրի այս համաձայնագրերը, եւ մի գեղեցիկ սեպտեմբերյան առավոտ դուք արթնանում եք եւ տեսնում եք, որ Հայաստանի իշխանությունը, որի մեջ է նաեւ ձեր քաղաքական ղեկավարը, որոշել է, որ կանգ է առնում եւ միանում է Մաքսային միությանը, այնուհետեւ Եվրասիական տնտեսական միությանը, որը կլինի սեպտեմբերի 3-ի առավոտյան ձեր հայտարարությունը Ազգային ժողովի ամբիոնից։ Գիտեք, անկեղծ ասած, երբեք էլ չեմ սիրել պատկերացնենք, ենթադրենք, միշտ կողմ եմ լինում շատ կոնկրետ հարցերին, շատ կոնկրետ հարցադրումներին, այսօրվա դրությամբ ռեալ պոլիտիկից ելնելով, բայց այնուամենայնիվ փորձեմ պատասխանել 2013 թվականին, եթե ես լինեի հանձնաժողովի նախագահ, այս անգամ վստահ չեմ, որ 2026 թվականին կլինեմ հանձնաժողովի նախագահ, ինչ մնաց 2013 թվականին պատկերացնեմ, որ ես կլինեի, ես կարծում եմ, քանի որ ներսում չեմ եղել, որևէ տեղեկություններ չունեմ, թե հետկուլիսային ինչ քննարկումներ են տեղի ունեցել, ինչ բանակցությունների հետևանքով է որոշվել ձեր ասած օրը այդ որոշումը տեղի ունեցել, չեմ կարող պատասխանել, բայց միանշանակ կողմ եմ, որ պետք է հարաբերությունները լինեն պարզ, պետք է լինենք մենք վստահելի եւ կանխատեսելի գործընկեր, սա իհարկե որպես դիվանագետ եմ նաեւ նշում, որ արտաքին քաղաքականության մեջ սա շատ կարեւոր է, որպեսզի մեր հայտարարությունները չտարբերվեն, օրինակ մի երկրում կատարած հայտարարությունից մեկ այլ երկրում կատարած հայտարարությունից, սա շատ կարեւոր է, որպեսզի լինի հետեւողական աշխատանք, բայց այն թե ինչն է հանգեցրել որոշման որոշակի փոփոխությանը, ցավոք սրտի չեմ կարող պատասխանել, քանի որ չեմ տիրապետում համապատասխան ինֆորմացիային, համապատասխան քննարկումներին։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Լավ, ուղիղ հարցն եմ։ Տիկին Հովսեփյան, դուք ասում եք, որ դուք կողմ եք դիվերսիֆիկացիային, եվրոպական ինտեգրման ակտիվացմանը եւ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրումը եւ դրա կիրարկումը ամենաուղիղ ճանապարհն է Հայաստանի համար այդ գործընթացի։ Հիմա եթե այսօր շանս լինի այդ համաձայնագիրը բանակցել եւ ստորագրել, հաշվի առնելով, որ այդ համաձայնագրի ստորագրումը համատեղելի չի լինելու Եվրասիական տնտեսական միության հետ, դուք որպես Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու կողմ եք, որ Հայաստանը սկսի ասոցիացիան համաձայնագրի եւ DCFTA-ի բանակցությունները։ Դուք ձեր հարցում շատ կարևոր մի դիտարկում արեցիք, որ եթե դա, բայց եթե չի իրականում այդպես է, հակասում է արդեն իսկ մեր որդեգրած, մեր ստանձնած միջազգային պայմանագրերով պարտավորություններին։ Ես համարում եմ, որ եթե մենք ունենանք համապատասխան վերլուծությունները, համապատասխան ռեալ թվերով, տարերով արդյունքը, որ դա բխում է Հայաստանի շահերից, ապա այո, իհարկե, մենք պետք է գնանք այն ուղղությունը, որը որ բխում է Հայաստանի շահերից։ Եթե այն հակասում է գործող արդեն իսկ մեր ստանձնած պարտավորություններին, ապա պետք է հասկանանք, թե ինչու է հակասում եւ ինչպես է դա լուծվում։ Այնպես որ ես կողմնակից եմ, որպեսզի մեր հարաբերությունները Եվրոպայի հետ, եվրոինտեգրման սանդղակը շատ ավելի բարձրանա, եթե դա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Շնորհակալ եմ։